Երբևէ մտածել ես, որ գուցե այս անհանգստությունը, որը կուլ է տալիս քո միտքը, ոչ թե պատասխանատվության նշան է, այլ մոռացության արդյունք։ Մոռանալը, թե ով է քեզ զանգահարել, մոռանալը, թե ով է քեզ ընտրել, մոռացություն նրանց մասին, ովքեր խոստացել են աջակցել քեզ։ Եթե այսօր սեղմել ես այս տեսանյութի վրա, նշանակում է դա պատահական չի եղել, դա շեղում չի եղել։ Քո կյանքում հիմա ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ բան, որ դեռ ամբողջությամբ չես կարողանում տեսնել, բայց արդեն զգում ես։ Հանգիստ անցում, անտեսանելի շարժում, աստվածային վերակառուցում։ Գուցե վերջին մի քանի օրերին փորձել ես ամեն ինչ վերահսկել, հաշվարկել, կանխատեսել, պատկերացնել սցենարներ։ Գուցե արթնացել ես սեղմված կրծքով, այն զգացումով, որ շտապ ինչ-որ բան պետք է լուծել, բայց թույր տուր անկեղծ հարցնեմ քեզ, որքանով է այդ լարվածությունը իսկապես ինչ-որ բան լուծել։ Աստվածաշնչում Ելք 14:14-ում ասված է. Տերը կպայքարի ձեզ համար, իսկ դուք լռեք։ Սա ոչ թե պոեզիա է, սա դիրքորոշում է, սա հոգևոր ուղեցույց է։ Այսօր քո ներսում ինչ-որ բան պետք է փոխվի, ոչ թե քո իրավիճակում, նախ քո հաշվին։ Բայց նախքան շարունակելը ուզում եմ քեզ մի կարևոր հարց տալ։ Եթե այս խոսքը երբևէ դիպչի քո սրտին, բաժանորդագրվիր ալիքին եւ դրիր լայք այս տեսանյութին, որովհետև դա անելով դու ոչ միայն օգնում ես ալիքին, այլև թույլ ես տալիս, որ այս խոսքը հասնի այլ մարդկանց, ովքեր նույնպես լուռ պայքարում են։ Եվ գուցե դու նույնիսկ չգիտես, բայց ինչ-որ մեկին հենց հիմա պետք է այն, ինչ դու լսում ես։ Հիմա խոր շունչ քաշիր, որովհետև այն, ինչ հետո ցույց կտամ քեզ, կարող է ամբողջությամբ փոխել այն, թե ինչպես ես նայում քո կյանքի այս փուլին։ Եվ տեսանյութի կեսին ես կբացահայտեմ առաջին հստակ նշանը, որ Աստված արդեն սկսել է աջակցել քեզ, նույնիսկ արտաքին որևէ փոփոխություն չերևալուց առաջ։ Մնա ինձ հետ, որովհետև սա ոչ թե մոտիվացիա է, սա հաստատում է։ Եթե դիտում ես սա, դա պատահական չէ։ Կա տարբերություն հետաքրքրասիրության եւ կոչի միջև։ Դու այստեղ չես եկել պարզապես ոլորելով։ Կան պահեր, երբ երկինքը օգտագործում է պարզ միջոցներ, խորին պատկամներ հասցնելու համար։ Եվ գուցե դու նույնիսկ չես գիտակցում, բայց քո ներսում ինչ-որ բան գիտեր, որ քեզ հենց այսօր պետք է լսել սա։ Երբևէ նկատել ես, որ որոշակի պատկամներ ուղղակիորեն դիմում են քո իրականությանը։ Կարծես թե ինչ-որ մեկը հետևում էր քո մտքերին վերջին մի քանի գիշերներին։ Սա տեղի է ունենում, որովհետև Աստված գիտի, թե ինչը դու չես կարող բարձրաձայն ասել։ Նախքան խոսքը հասնի քո շուրթերին, նա արդեն հետազոտել է քո սիրտը, ինչպես գրված է Սաղմոս 139:4-ում։ Խոսքս դեռ լեզվիս վրա չէ, եւ դու Տեր արդեն գիտես ամեն ինչ։ Դու այստեղ պատահական չես։ Դու այստեղ ես, որովհետև քո ներսում ինչ-որ բան հավասարվում է։ Մինչ դու մտածում էիր, որ պարզապես պատասխաններ ես փնտրում, Աստված կազմակերպում էր հանդիպում։ Մինչ դու մտածում էիր, որ կորել ես, նա արդեն պատրաստել էր ուղղություն։ Գուցե վերջին օրերին զգացել ես անհարմարություն, հոգնածության եւ սպասման խառնուրդ։ Կարծես ինչ-որ բան պատրաստվում է լինել, բայց դեռ պարզ չէ թե ինչ։ Այս զգացումը խառնաշփոթություն չէ, սա անցում է։ Երկինքը չի աշխատում իմպրովիզացիայով։ Ամեն ինչի համար կա որոշակի ժամանակ, ինչպես ասված է Ժողովող 3:1-ում, ամեն ինչի համար իր ժամանակն է։ Եվ յուրաքանչյուր նպատակի համար իր ժամանակն է երկնքի տակ, եւ այս պահը հիմա այդ ժամանակի մաս է կազմում։ Այնպես որ նախքան կասկածել այն, ինչ լսում ես, հարցրու ինքդ քեզ. իսկ եթե սա հենց այն հաստատումն է, որին սպասում էիր։ Բեռը, որ դու լուր կրում ես։ Խոսենք այն մասին, ինչ ոչ ոք չի տեսնում։ Կա հոգնածության մի տեսակ, որը չի երևում մարմնում, այլ ճնշում է հոգին։ Դու շարունակում ես աշխատել, ժպտալ, լուծել խնդիրներ, բայց ներսումդ սպառված ես։ Եվ ամենադժվարն այն է, որ գրեթե ոչ ոք չի նկատում դա։ Քանի անգամ ես մենակ լուծել իրավիճակներ, որովհետև չես ուզել անհանգստացնել ուրիշներին։ Քանի անգամ ասել ես ամեն ինչ կարգին է, թեև իրականում փորձում էիր չփլուզվել։ Այդ ուժը, որ դու ձեռք բերեցիր, ինչ-որ պահի անհրաժեշտ էր, բայց այն նաև ստեղծել է մշտական ճնշում։ Դու սովորել ես կանխատեսել խնդիրներ, հաշվարկել ռիսկեր, պատկերացնել ամենավատ սցենարը, որպեսզի չհայտնվես անակնկալի առջև, եւ դա զգացվում է որպես պատասխանատվություն։ Բայց գործնականում դա վերածվել է մշտական լարվածության։ Քո մարմինը դա զգում է, քո քունը դա զգում է, քո միտքը դա զգում է։ Գուցե աղոթել ես լուծման համար, բայց միաժամանակ փորձել ես վերահսկել յուրաքանչյուր մանրուք։ Նա գուցե խնդրել է ապրուստ, բայց դու մնացել ես զգոնության մեջ։ Բայց կա մի բան, որ պետք է հասկանալ. հոգատարությունը վերահսկողության հետ կապ չունի։
Հիսուսն ասել է Մատթեոս 6:27-ում. Ձեզնից ով է, որ անհանգստանալով կարող է իր կյանքին ավելացնել թեկուզ 1 ժամ։ Այս հարցը հնչում է նաև այսօր։ Ինչ է իսկապես ավելացրել անհանգստությունը բացի մաշվածությունից։ Բայց ահա թե ինչն է ամեն ինչ փոխում։ Յուրաքանչյուր լուռ արցունք նկատվել է, գրանցվել է յուրաքանչյուր վատ քնի գիշեր։ Դու երբեք մենակ չես պայքարել։ Դու պարզապես չես գիտակցել, որ ապրուստն արդեն կազմակերպվում է։ Այն ժամանակ դա ցավոտ էր։ Դա նման էր մերժման, դա նման էր ձախողման, թվում էր թե լռություն է։ Բայց ինչ եթե այն, ինչ դու մեկնաբանում ես որպես լքվածություն, իրականում պաշտպանություն է։ Եսայա 55:8-ում ասված է, որովհետև իմ մտքերը ձեր մտքերը չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը։ Սա նշանակում է, որ մինչ դու տեսնում էիր կորուստ, Աստված տեսնում էր վտանգ։ Մինչ դու տեսնում էիր ուշացում, նա տեսնում էր պատրաստություն։ Որոշ դռներ փակվեցին ոչ թե քեզ պատժելու համար, այլ քո խաղաղությունը պահպանելու համար։ Որոշ կապեր առաջ չընթացան, որովհետև կարող էին կլանել քո էներգիան։ Որոշ հնարավորություններ չծաղկեցին, որովհետև դու դեռ չէիր ճիշտ դիրքում, կամ որովհետև դրանք չէին համապատասխանում այն բանին, ինչ Աստված արդեն որոշել էր քեզ համար։ Քեզ չեն անտեսել, քեզ վերահղել են։ Եվ գուցե հիմա կարողանաս հետ նայել եւ հասկանալ, որ այն, ինչ այդքան ուզում էիր, չափազանց թանկ արժենար քեզ, քո խաղաղությունը, քո անհատականությունը, քո կայունությունը։ Ոչ ամեն նոչը մերժում է, երբեմն դա զգուշացում է։ 4. Աստված քեզ չի մերժել, նա քեզ է պատրաստել։ Կա մի բան, որ պետք է հասկանալ հոգևոր հասունության հետ։ Աստված չի աշխատում իմպրովիզացիայով, նա աշխատում է շինարարության մեջ, իսկ շինարարությունը ժամանակ է պահանջում։ Դու մտածում էիր, որ քեզ հետ են թողնում։ Դու մտածում էիր, որ մյուսները առաջ են գնում, իսկ դու մնում ես նույն տեղում։ Բայց դու չէիր գիտակցում, որ մինչ դու համեմատում էիր արդյունքները, Աստված ամրացնում էր քո արմատները։ Ծառը, որը չափազանց արագ է աճում առանց խորության, չի կարող դիմակայել ուժեղ քամուն։ Եվ քեզ չեն կանչել ինչ-որ փխրուն բանի, քեզ կանչել են ինչ-որ բանի, որ պահանջում է հենարան։ Ահա թե ինչու գործընթացը ավելի երկար էր, ահա թե ինչու կայարանում ավելի լուռ էր։ Հիշիր Հովսեփին. մինչ պալատը փոսն էր, մինչ կառավարության գալը պանտը։ Ամեն քայլ թվում էր ձախողում, բայց իրականում դա էր էմոցիոնալ, հոգևոր եւ ռազմավարական մարզումը։ Երբ առաջ խաղացումը վերջապես եկավ, նա ուներ կառուցվածք գրելու պատասխանատվության բեռը։ Գուցե դու խնդրել ես Աստծուն արտաքին փոփոխությունների մասին, ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ կայունություն, ավելի շատ ճանաչում։ Բայց նա որոշել է նախ ամրացնել քո անհատականությունը, որովհետև երբ քո ինքնությունը ամուր է, այն ինչ գալիս է չի ապականում քեզ, չի վախեցնում եւ չի խախտում հավասարակշռությունը։ Հռոմեացիներ 5:3-4-ում ասված է, որ նեղությունը համբերություն է ծնում։ Համբերությունը փորձառություն, իսկ փորձառությունը հույս։ Կա հաջորդականություն, ոչինչ պատահական չի եղել։ Ամեն անհանգստություն ծնել է քո մեջ ինչ-որ բան, ինչին հնարավոր չէր սովորել հարմարավետության մեջ։ Քեզ չեն մերժել, քեզ պատրաստել են ինչ-որ բանի համար, որ պահանջում է ավելի հասուն, կայուն եւ վստահ քո տարբերակը։ Եվ գուցե հիմա սկսես հասկանալ, դու արդեն այն մարդը չես, որ էիր մի քանի ամիս առաջ։ Քո արձագանքը փոխվել է, քո ընկալումը փոխվել է, քո հանդուրժողականությունը խառնաշփոթի նկատմամբ նվազել է։ Սա մաշվածություն չէ, սա հոգևոր էվոլյուցիա է։ 5. Անհանգստությունը քո պաշտպանությունը չէր։ Հիմա եկեք դիպչենք ինչ-որ նուրբ բանի։ Դու հավատում էիր, որ անհանգստությունը պաշտպանում է քեզ, որ չափից շատ մտածելը խուսափում է սխալներից, որ բոլոր սցենարները պատկերացնելը օգնում է պատրաստ լինել, որ խնդիրները կանխատեսելը պատասխանատվության նշան է։ Բայց թույլ տուր անկեղծ հարցնեմ, սա խաղաղություն բերեց, թե հոգնածություն։ Անհանգստությունը քեզ ստիպում է մշտապես լինել զգոն վիճակում։ Քո մարմինը սովորել է լարվել, քո սիրտը սովորել է ավելի արագ բաբախել, նույնիսկ նախքան խնդիրը առաջանալը։ Քո միտքը սովորել է ստեղծել սցենարներ, որոնք երբեք չեն տեղի ունեցել։ Բայց Աստվածաշունչը երբեք չի սովորեցրել, որ անհանգստությունը հավասար է իմաստության։ Փիլիպեցիս 4:6-ում գրված է, որ ոչ մի բանի համար մի անհանգստացեք, այլ ամեն բանի մեջ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Ուշադրություն, սա ոչ թե ավելի քիչ անհանգստացեք է, այլ մի անհանգստացեք, որովհետև անհանգստությունը հոգևոր ռազմավարություն չէ, այլ էմոցիոնալ գերբեռնվածություն։ Գուցե դու շփոթել ես վերահսկողությունը անվտանգության հետ,
բայց չափից դուրս վերահսկողությունը պարզապես վախ է, քողարկված կազմակերպվածության տակ, իսկ մշտական վախը անհավատություն է։ Հիսուսն ուսուցանել է Մատթեոս 6:34-ում. «Մի անհանգստացեք վաղ օրվա համար, որովհետև վաղը կբերի իր հոգսերը»։ Սա անպատասխանատվություն չի նշանակում, սա նշանակում է օր առ օր վստահություն։ Անհանգստությունը ստիպում էր զգալ, թե ինչ-որ բան ես անում, բայց հաճախ դու պարզապես նախօրոք տառապում էիր։ Եվ ահա շրջադարձը։ Երբ Աստված սկսում է աջակցել քո կյանքին, առաջինը ինչին նա դիպչում է, ոչ թե քո բանկային հաշիվն է, այլ քո ներքին համակարգը։ Նա հանգստացնում է միտքը, նախքան հանգամանքները փոխելը։ Գուցե դու նույնիսկ ամբողջությամբ չես գիտակցում, բայց քո ներսում ինչ-որ բան արդեն սկսել է դանդաղել։ Տարօրինակ, աննկատ, գրեթե լուր խաղաղություն սկսում է փոխարինել այդ մշտական լարվածությանը։ Եվ սա անփութություն չէ, սա ապահովում է, սկսվում է ներսից։ 6. Առաջին ոլորտը, որ Աստված բուժում է, ոչ թե քո փողերն են։ Գուցե դու աղոթել ես ֆինանսական ապահովման համար, գուցե խնդրել ես բաց դռներ, հնարավորություններ, կայունություն։ Բայց կա մի բան, որ գրեթե ոչ ոք չի գիտակցում։ Երբ Աստված որոշում է աջակցել մեկին, նա սկսում է ներսից, ոչ թե դրսից։ Նախքան հաշիվը փոխելը, նա փոխում է քո մտածելակերպը։ Նախքան հանգամանքները փոխելը, նա վերակառուցում է քո էմոցիոնալ կառուցվածքը։ Որովհետև եթե ներքին տարածքները շարունակում են զգալ պակաս, նույնիսկ առատությունը դառնում է վախի պատճառ։ Կարող ես ավելի շատ ստանալ և միևնույն ժամանակ մնալ անվստահ։ Կարող ես ավելի շատ վաստակել և մնալ անհանգիստ։ Կարող ես դռներ բացել և միևնույն ժամանակ վախենալ ամեն ինչ կորցնելուց։ Ահա թե ինչու Աստված ռեսուրսները առաջինը չի տալիս, նա ապահովում է հավասարակշռություն։ Առակներ 4:23-ում ասված է. «Ամենից առաջ պահիր քո սիրտը, որովհետև դրանից են բխում կյանքի աղբյուրները»։ Ուշադրություն, աղբյուրը արտաքին չէ, աղբյուրը ներքին է։ Եվ եթե աղբյուրը աղտոտված է վախով, այն ամենը, ինչ դրանից բխում է, կխեղաթյուրվի։ Գուցե արդեն սկսել ես նկատել փոքր փոփոխություններ։ Քիչ է պետք բացատրել, քիչ է շտապողականություն ինչ-որ բան ապացուցելու համար, քիչ է համեմատություն։ Սա անտարբերություն չէ, սա հասունության վերականգնում է։ Երբ երկինքը սկսում է ֆինանսավորել քո կյանքը, առաջինը դիպչում է քո նյարդային համակարգին։ Խաղաղությունը սկսում է փոխարինել խուճապին։ Պարզությունը սկսում է տեղը զիջել խառնաշփոթին։ Դու սկսում ես այլ կերպ շնչել, այլ կերպ որոշումներ կայացնել, այլ կերպ արձագանքել։ Եվ հենց այստեղ շատերը շփոթվում են, որովհետև փոփոխությունները լուր են, ոչ մի հայտարարություն չկա, ոչ մի շոու։ Բայց դա խորն է, և երբ այս հիմքը բուժվի, այնինչ հետո կգա, չի ապակայունացնի քեզ։ Իսկական ապահովումը սկսվում է, երբ քեզ այլևս պետք չէ ապրել զգոնության վիճակում։ 7. Տերը կպայքարի քեզ համար։ Ինչ է սա իրականում նշանակում։ Այս արտահայտությունը սիմվոլիկ չէ, այն ասվել է իսկական հուսահատության պահին։ Մարդիկ հայտնվել էին քակարդում, ծովի և թշնամու բանակի միջև։ Փախուստի ճանապարհ չկար, տեսանելի ռազմավարություն չկար։ Հենց այդ իրավիճակում Մովսեսը հայտարարեց ելք 4:14-ի համաձայն. «Տերը կպայքարի ձեզ համար, իսկ դուք լռեք»։ Ուշադրություն, ծովը բացվելուց առաջ եղավ լռության հրահանգը։ Լռությունը նշանակում չէ հանձնել, սա նշանակում չէ ձեռքերը խաչել կրծքին, սա նշանակում է դադարեցնել վախի հետ վիճելը, սա նշանակում է դադարեցնել աղետալի սցենարները կերակրելը։ Սա նշանակում է ընդհատել ներքին երկխոսությունը, որը ասում է դու մենակ ես։ Գուցե այսօր դու հենց այդպես ես զգում, անկյունում սեղմված, հաշիվներով, որոշումներով, պարտականություններով։ Բայց այն մարդը, որը չի թողնում քեզ քնել գիշերները, քո ձեռքերում չի թողնվել, որպեսզի մենակ լուծես։ Երբ Աստված ասում է, որ պայքարում է քեզ համար, սա նշանակում է, որ շարժումներ են տեղի ունենում քո տեսադաշտից դուրս։ Զրույցներ, որոնք դեռ չես լսել, փոփոխություններ, որոնք դեռ չես տեսել, պաշտպանություններ, որոնց մասին նույնիսկ չես մտածել։ Սաղմոս 121:4-ում ասված է.
Ահա Իսրայելի պահապանը ոչ կքնի, ոչ էլ կքնեցնի։ Մինչ դու փորձում ես ամեն ինչ տեսնել, նա արդեն դիտում է։ Մինչ դու փորձում ես ամեն ինչ վերահսկել, նա արդեն աջակցում է դրան։ Բայց այս խոստման մեջ կա մեկ ոչ ակնհայտ պայման՝ վստահություն։ Հիշատակված լռությունը դատարկ չէ, սա հանձնում է։ Սա ընտրություն է չսնուցել խուճապը։ Եվ ահա քո կյանքի այս փուլի որոշիչ հարցը։ Կշարունակես փորձել հաղթել այն մարտերը, որոնք Աստված արդեն իր վրա է վերցրել։ Որովհետև երբ հասկանում ես, որ նա պայքարում է, քո ներսում ինչ-որ բան վերջապես հանգստանում է։ 8. Առաջին լուր նշանը, որ ապահովումը սկսվել է, նշան է, որ գրեթե ոչ ոք չի նկատում, երբ Աստված սկսում է աջակցել կյանքին։ Սա ոչ թե անմիջական փողեր են, ոչ թե մեծ դուռ, ոչ թե դրամատիկ փոփոխություն, սա ավելի նուրբ բան է, բայց շատ ավելի ուժեղ։ Խաղաղությունը սկսում է հայտնվել նախքան լուծումը։ Գուցե դու նույն արտաքին իրավիճակում ես, բայց քո ներսում ինչ-որ բան արդեն այլ կերպ չի արձագանքում։ Այդ մշտական շտապողականությունը սկսում է կորցնել ուժը, հուսահատությունը հանգչում է։ Ամեն մանրուք վերահսկելու կարիքը թուլանում է։ Սա այն պատճառով է, որ աստվածային ապահովումը սկսվում է անտեսանելիում։ Կոլոսեցիս 3:15-ում ասված է. «Թող Քրիստոսի խաղաղությունը տիրի ձեր սրտերում»։ Դատավորը որոշում է կայացնում, հենց նա է, ով որոշում է տեմպը։ Երբ խաղաղությունը սկսում է որոշել քո ներսում, սա նշան է, որ երկինքն արդեն գործում է։ Գուցե նկատել ես, որ որոշակի նորություններ այլևս այդպես չեն ցնցում քեզ, ինչպես նախկինում։ Այն խնդիրները, որոնք նախկինում չէին թողնում քեզ քնել գիշերները, հիմա ավելի մեծ հանգստությամբ են լուծվում։ Սա սառնություն չէ, սա կայունության վերականգնում է։ Երբ Աստված սկսում է ֆինանսավորել քո կյանքը, նա հեռացնում է խուճապի անհրաժեշտությունը։ Դու սկսում ես վստահել, նույնիսկ եթե բոլոր պատասխանները չունես։ Եվ սա լուռ հրաշք է։ Անհանգստությունը գոռում է, ապահովումը կառուցվում է։ Անհանգստությունը վազում է, ապահովումը աճում է։ Եվ երբ նկատում ես, որ ավելի հանգիստ ես, նույնիսկ արտաքին փոփոխություններից առաջ, սա նշան է, այն արդեն սկսվել է։ Բայց կա ևս մեկ կարևոր հուշում, եւ գուցե այն հենց հիմա տեղի է ունենում քո շուրջը։ 9. Ինչու են որոշ մարդիկ հեռանում քեզանից։ Ոչ ամեն կորուստ է, որոշները կտրում են։ Երբ Աստված սկսում է նոր սեզոն, նա նաև վերակառուցում է շրջապատող միջավայրը։ Որոշ կապեր, որոնք իմաստուն էին գոյատևման փուլում, չեն համապատասխանում կայունության փուլին։ Գուցե նկատել ես, որ որոշ զրույցներ հոգնեցնող են դարձել, որ որոշ միջավայրեր այլևս չեն համապատասխանում քո ներկա էներգիային, որ որոշ մարդիկ անհարմար են զգում քո նոր ավելի հանգիստ դիրքորոշման մեջ։ Սա չի նշանակում, որ դու ուրիշներից ավելի լավ ես դարձել։ Սա նշանակում է, որ դու փոխել ես հաճախականությունը։ Ամոս 3:3-ում հարցնում է. կգնան երկուսը միասին, եթե համաձայն չեն։ Համաձայնությունը անհրաժեշտ է շարունակականության համար։ Որոշները սովորեին, որ դու անհանգիստ ես, միշտ հասանելի, միշտ փորձում ես ինչ-որ բան ապացուցել։ Երբ սկսում ես սահմաններ դնել, դա առաջացնում է տարօրինակություններ։ Բայց սահմանները ամբարտավանություն չեն, այլ հասունություն։ Աստվածային ապահովումը նաև ներառում է հարաբերությունների պաշտպանություն։ Ոչ բոլորն, ովքեր քեզ հետ էին պակասի մեջ, պատրաստ են քեզ հետ գնալ առատության մեջ, եւ դա նորմալ է։ Երբեմն Աստված հեռացնում է շեղող գործոնները, նախքան ուղղությունը բաց թողնելը։ Ցիկլերը ավարտվում են, նախքան ընդլայնվելը սկսելը։ Սա մերժում չէ, սա հարմարեցում է։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Մի փորձիր հետ բերել այն, ինչ Աստված հեռացնում է։ Եթե ինչ-որ բան չափազանց հեշտ էր դուրս գալիս, գուցե այն արդեն կորցրել է իր նպատակը։ Որովհետև երբ երկինքը աջակցում է քո կյանքին, նա ոչ միայն ռեսուրսներ է ուղարկում, նա կազմակերպում է, թե ով է մնում քո կողքին։ 10. Փողերի հետ նոր հարաբերություններ։ Փողերը երբեք իսկական խնդիր չեն եղել։ Խնդիրը այն իմաստն էր, որ դու սովորել ես տալ նրանց ինչ-որ պահի քո պատմության մեջ։ Գուցե պակասի ժամանակ, գուցե անկայունության շրջանում։ Դու լուր համաձայնություն ես տվել։ Երբ բավականաչափ փող ունենամ, ես անվտանգ կլինեմ։ Առանց գիտակցելու, դու սկսել ես կապել քո անձնական արժեքը ֆինանսական կայունության հետ։
Բայց Փիլիպեցիս 4:19 հայտարարում է հզոր բան. Իմ Աստվածը կբանարարի ձեր բոլոր կարիքները իր փառքի հարստությամբ։ Ուշադրություն, աղբյուրը ոչ թե քո մեկուսացված աշխատանքն է։ Աղբյուրը ոչ շուկան է։ Աղբյուրը ոչ ձախողումն է։ Աղբյուրը Աստված է։ Երբ այս ճշմարտությունը իջնում է մտքից սիրտը, ինչ որ բան փոխվում է։ Փողերը այլևս փրկիչ չեն, այլ դառնում են գործիք։ Նրանք այլևս չեն սահմանում քո խաղաղությունը։ Նրանք չեն սահմանում քո արժեքը։ Նրանք չեն սահմանում քո անհատականությունը։ Գուցե դու ապրել ես շրջաններ, երբ փողերը մշտական լարվածության պատճառ էին։ Բանկային հավելվածը բացելը անհանգստություն էր առաջացնում։ Հաշիվների մասին լսելը կրծքի դեր սեղմում։ Սա թուլություն չէ, սա էմոցիոնալ հիշողություն է կապված պակասի հետ։ Բայց հիմա Աստված բուժում է այդ կապը։ Նա ոչ միայն ուզում է տալ քեզ ռեսուրսներ, նա ուզում է ազատել քեզ ռեսուրսների հետ կապված էմոցիոնալ հանգույցից։ Որովհետև երբ փողերը դառնում են կուռք, նրանք սկսում են որոշել քո որոշումները։ Երբ դառնում են գործիք, կատարում են իրենց ֆունկցիան։ Հիսուսն ուսուցանել է Մատթեոս 6:21-ում. Որտեղ քո գանձն է, այնտեղ կլինի նաև քո սիրտը։ Հարցը ոչ թե քանին է քեզ մոտ, այլ ով է կառավարում քո սիրտը։ Երբ Աստված սկսում է աջակցել քո կյանքին, դու նկատում ես ինչ-որ այլ բան։ Դու չես գնում ինչ-որ բան անհանգստությունը հանգստացնելու համար։ Դու չես փրկվում ուժեղ վախից։ Դու չես ընդունում ցանկացած հնարավորություն, պարզապես ֆինանսական հուսահատությունից ելնելով։ Դու սկսում ես որոշումներ կայացնել հստակ, ոչ տապողականորեն։ Եվ սա իսկական բարգավաճում է։ Ներքին ազատություն նախքան արտաքին առատությունը։ Որովհետև երբ քո հարաբերությունները փողերի հետ բուժվում են, նրանք դադարում են կառավարել քեզ և սկսում են համագործակցել քո առաքելության հետ։ 11. Ստանալու վտանգը առանց պատրաստվելու։ Շատերը խնդրում են աշխատավարձի բարձրացում, քչերն են պահանջում հասունություն։ Ավելին ստանալը առանց ներքին կառուցվածքի կարող է քանդել այն, ինչ թվում էր օրհնություն։ Երբևէ տեսել ես, թե ինչպես ինչ-որ մեկը ֆինանսապես բարգավաճում է և միաժամանակ կորցնում խաղաղությունը։ Երբևէ տեսել ես, թե ինչպես ինչ-որ մեկը ավելացնում է ռեսուրսները, բայց կորցնում հավասարակշռությունը։ Առակներ 16:18 ասում է. հպարտություն գնում է դործանման առաջ և ամբարտավանությունը անկման։ Երբ ինքնությունը ամուր չէ, ցանկացած աճ դառնում է անկայունություն։ Աստված չի տալիս ընդլայնում նրանց, ովքեր դեռ ապրում են էմոցիոնալ գոյատևման ռեժիմում, որովհետև գոյատևման մեջ ապրողները արձագանքում են վախով, իսկ վախի վրա հիմնված որոշումները միշտ թանկ են նստում։ Գուցե անցյալում ունեցել ես փոքր օրհնություններ, որոնց հետ չգիտեիր, թե ինչպես ամբողջությամբ վարվել։ Ոչ թե չարությամբ, այլ որովհետև դեռ փորձում էիր ինչ-որ բան ապացուցել։ Փորձում էիր փոխհատուցել անդստահությունը, փորձում էիր լրացնել ներքին դատարկությունները։ Ահա թե ինչու այս փուլն այդքան կարևոր է։ Աստված կայունացնում է քեզ նախքան արագացնելը։ Նա սովորեցնում է կառավարում նախքան բազմապատկումը թողնելը։ Նա ամրացնում է բնավորությունը նախքան տարածքը ընդլայնելը։ Ղուկաս 16:10 ասում է. ով հավատարիմ է փոքրի մեջ, նաև մեծի մեջ հավատարիմ է։ Հավատարմությունը ոչ միայն հաշիվները ժամանակին վճարելն է, սա էմոցիոնալ հավասարակշռության պահպանումն է, երբ ինչ-որ բան ուժեղանում է։ Այն չպետք է ենթարկվի էյֆորիային կամ վախին։ Գուցե դու գտնվում ես թվացյալ սովորական փուլում, ոչինչ առանձնահատուկ չի կատարվում, բայց սա անտեսանելի շինարարության փուլ է։ Իսկ անտեսանելի շինարարությունը պահպանում է տեսանելի աճը։ Եթե Աստված հիմա տար քեզ հենց այն, ինչ խնդրեիր մի քանի ամիս առաջ, պատրաստ կլինեիր մնալ առանց խաղաղությունը կորցնելու։ Այս հարցը մեղադրանք չէ, սա պատրաստություն է, որովհետև երբ երկինքը որոշում է աջակցել մեկին, նա ոչ միայն ուզում է, որ այդ մարդը ստանա, այլ ուզում է, որ դա մնա։ 12. Վերադարձող խաղաղությունը պատահականություն չէ։ Քո ներսում սկսում է ծնվել այլ խաղաղություն։ Սա էյֆորիա չէ, սա անցողիկ զգացում չէ, սա ավելի ամուր, ավելի հանգիստ, ավելի կայուն բան է։ Գուցե հանգամանքները դեռ ամբողջությամբ չեն փոխվել, այդ հաշիվները դեռ կան, պարտականությունները շարունակվում են, որոշ պատասխաններ դեռ չեն ստացվել, բայց նույնիսկ այդպես դու այլևս չես զգում նույն հուսահատությունը։ Սա շեղում չէ, սա միջամտություն է։
Հիսուսն ասել է Հովհաննես 14:27-ում. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ես ձեզ տալիս եմ ոչ այնպես, ինչպես աշխարհն է տալիս»։ Աստծուց գալիս խաղաղությունը կախված չէ բարենպաստ սցենարից։ Այն նախորդում է հրաշքին, այն պատրաստում է հողը։ Դու չափից շատ ժամանակ ես ապրել զգոնության ռեժիմում։ Քո մարմինը արձագանքել է նույնիսկ նախքան խնդիրը առաջանալը։ Քո սիրտը խելագարորեն բաբախել է, փնտրելով հնարավորությունները, որոնք նույնիսկ իրական չեն եղել։ Հիմա գրեթե աննկատ այդ վիճակը ապամոնտաժվում է, եւ սա հզոր ազդանշան է, որովհետեւ երբ Աստված որոշում է աջակցել մեկին, նա չի սկսում թվերի վերադասավորումից, նա սկսում է ներքին վերադասավորումից։ Նա վերադարձնում է էմոցիոնալ կենտրոնը նախքան արտաքին ընդլայնումը։ Եսայիա 26:3-ում ասված է. «Դու կպահես կատարյալ խաղաղության մեջ նրան, ում միտքը հաստատված է քեզ վրա»։ Դու հասկանում ես, խաղաղությունը համաձայնության հետևանք է։ Երբ վսահությունը վերադառնում է ճիշտ աղբյուրին, վախը կորցնում է իր իշխանությունը։ Գուցե նկատել ես, որ հիմա այդքան շատ բացատրելու կարիք չկա։ Դու այլևս չես զգում շտապողականություն քո արժեքը ապացուցելու համար։ Դու այլևս չես մտնում անհարկի քննարկումների մեջ։ Սա ներքին իշխանության վերականգնում է։ Անհանգստությունը գոռում էր՝ դու մենակ ես։ Սուրբ Գիրքը շշնջում է՝ դու աջակցվում ես։ Եվ երբ այս խաղաղությունը սկսում է կառավարել քո որոշումները, ինչ-որ բան խորապես փոխվում է։ Դու դադարում ես արձագանքել եւ սկսում ես ապրել քո կյանքով։ Բայց զգույշ եղիր, այս դիրքորոշումը պահպանելը պահանջում է գիտակցություն։ 13. Ինչպես պահպանել հարմոնիան առանց վախին վերադառնալու։ Ամեն փոխակերպման մեջ կա նուրբ պահ, երբ սկսում ես բարելավել, բայց դեռ կարող ես վերադառնալ հին օրինակին։ Պակասի մեջ ձևավորված սովորությունները ավտոմատ չեն անհետանում, նրանք փորձում են վերադառնալ։ Հին ձայնը կարող է շշնջալ. իսկ եթե սա ավարտվի, իսկ եթե կայունությունը ժամանակավոր է, իսկ եթե չափից շատ հանգստանաս եւ ամեն ինչ կորցնես, սա որոշման կետն է։ 2 Տիմոթեոս 1:7 ասում է, որովհետև Աստված մեզ տվել է ոչ թե վախի հոգի, այլ ուժի, սիրո եւ առողջ մտքի։ Խոհեմությունը նշանակում է հավասարակշռություն։ Սա նշանակում է ոչ թե ապրել ծայրահեղ էյֆորիայի կամ խուճապի մեջ։ Հարմոնիան պահպանելը պահանջում է էմոցիոնալ կարգապահություն։ Սա ավելի շատ անել չէ, սա ավելի քիչ արձագանքել է։ Սա կարևոր որոշումներ չընդունել անհանգստության գագաթնակետին։ Սա պարտավորություններ չընդունել միայն հնարավորությունից վախենալով։ Դու կարող ես նկատել, որ հիմա խթանի եւ արձագանքի միջև հայտնվել է փոքր բացը։ Նախկինում դու անմիջապես արձագանքում էիր։ Հիմա շնչիր։ Այս տարածքը հասունություն է, այս տարածքը պաշտպանություն է։ Սաղմոս 37:7 ասում է. «Հանգստացիր Տիրոջ մոտ եւ սպասիր նրան»։ Հանգիստը ձեռքերը խաչելը չէ, սա գործել առանց հուսահատության է, սա պլանավորել առանց խուճապի է, սա վստահորեն գործել նույնիսկ աշխատանքի ժամանակ։ Եվ ահա հիմնարար բան, Աստվածային ապահովումը լավագույնս գործում է, երբ կա ռիթմ։ Չափից արագությունը հանգեցնում է մաշվածությանը, չափից շատ վերահսկողությունը ստեղծում է լարվածություն, բայց մշտական վստահությունը ծնում է կայունություն։ Քեզ ոչինչ ապացուցելու կարիք չկա պահպանելու այն, ինչ Աստված կառուցում է։ Քեզ պարզապես պետք է մնալ կարգի մեջ։ Շարունակիր ընտրել խաղաղությունը ճշմարան փոխարեն, հստակությունը շտապողականության փոխարեն, որովհետև ամենամեծ ռիսկը ոչ թե ռեսուրսների պակասն է, այլ վերադառնալ այնպիսի կյանքի, կարծես դու մենակ ես, իսկ դու արդեն գիտես, որ դա այդպես չէ։ 14. Երբ երկինքը պահում է, կյանքը ինքն իրեն կազմակերպվում է։ Կա մի բան, որ սկսում ես նկատել, երբ Աստված իսկապես ստանձնում է քո կյանքի ապահովումը։ Խառնաշփոթը կորցնում է ուժը։ Սա չի նշանակում, որ խնդիրները անհետանում են մեկ գիշերվա մեջ։ Սա նշանակում է, որ նրանք այլևս չեն գերիշխում շրջապատում։ Իրավիճակները, որոնք նախկինում կուտակվում էին, սկսում են լուծվել ավելի քիչ մաշվածությամբ։ Դժվար զրույցները տեղի են ունենում ավելի հստակ։ Որոշումները, որոնք նախկինում անհնարին էին թվում, հիմա ուղղություն են գտնում։ Երկինքը չի ֆինանսավորում խառնաշփոթը, այն հաստատում է կարգը։ Առաջին Կորինթացիս 14:33 ասում է, որովհետև Աստված խառնաշփոթի Աստված չէ, այլ խաղաղության։ Երբ աստվածային ապահովումը սկսում է գործել, դու նկատում ես այլ կոորդինացիա։ Հանդիպումները տեղի են ունենում ճիշտ ժամանակին, տեղեկատվությունը գալիս է ժամանակին, այնինչ պետք է գնա, գնում է, այնինչ պետք է մնա, ամրապնդվում է։ Դու սկսում ես նկատել փոքր ապացույցներ,
ծախսեր, որոնք լուծվում են առանց չափազանց դրամայի, արձագանքներ, որոնք առաջանում են ճգնաժամի ուշ գնացումից առաջ, ուշացումներ, որոնք խանգարում են շտապ որոշումներին։ Սա ձախողում չէ, սա հավասարեցում է։ Նույնիսկ քո ֆիզիկական միջավայրը սկսում է արտացոլել այս փոփոխությունները։ Ցանկություն է առաջանում կազմակերպել, պարզեցնել, հեռացնել։ Խոսքը միայն էսթետիկայի մասին չէ, սա պատրաստություն է։ Կազմակերպված միջավայրը նպաստում է կազմակերպված մտքին, իսկ կազմակերպված մտքերը ավելի իմաստուն որոշումներ են կայացնում։ Երբ Աստված աջակցում է, դու նաև սկսում ես արտադրել ավելի քիչ էմոցիոնալ ջանքերով։ Աշխատանքը շարունակվում է, բայց ծանրաբեռնվածությունը նվազում է։ Պլանավորումը շարունակվում է, բայց վախն այլևս չի թելադրում ընտրությունները։ Եվ ահա հզոր բան. երբ երկինքը պահում է, պետք չէ հետապնդել ամեն ինչ։ Որոշ բաներ սկսում են գալ դեպի քեզ, ոչ թե պասիվությունից, այլ ճիշտ դիրքորոշումից։ Սաղմոս 23:1-ը ասում է. Տերը իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա։ Սա շարժման բացակայություն չէ, սա ներքին պակասի բացակայություն է։ Կյանքը սկսում է հոսել ավելի ամբողջական, եւ երբ կա կապակցվածություն, կա նաև կայունություն։ Բայց այս ամենը պահանջում է վերջնական դիրքորոշում, գիտակցված որոշում։ 15. Այն արդեն արված է։ Հիմա ապրիր որպես մեկը, ով վստահում է։ Հասնում է պահը, երբ պետք է դադարեցնել սպասել արտաքին ազդանշանին, ներսում վստահություն սկսելու համար։ Գուցե դեռ սպասում ես տեսանելի ապացույցների, ճշգրիտ թվի, կոնկրետ հաստատման, բայց ամենամեծ հաստատումն արդեն սկսվել է քո ներսում։ Խաղաղությունը վերադարձել է, հստակությունը աճել է, վախը նվազել է։ Սա ապացույց է։ Եբրայեցիս 11:1-ը ասում է. Հավատքը վստահություն է այն բանի, ինչի վրա հույս ունենք, եւ ապացույց այն բանի, ինչ չենք տեսնում։ Հավատքը իրականության շղթում չէ, սա ընտրություն է, հավատալ մինչև ամբողջական դրսևորումը։ Այն արդեն արված է, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ արդեն հայտնվել է։ Սա նշանակում է, որ հոգևոր մակարդակում արդեն որոշված է։ Այս դիրքորոշումն ուժի մեջ է մտնում։ Ապրուստը արդեն թողարկված է, հավասարեցումն արդեն սկսվել է։ Հիմա հարցն է. կշարունակես ապրել որպես պակասի մեջ գտնվող մարդ, թե կսկսես ապրել որպես աջակցվող։ Ապրել որպես աջակցվող մարդ նշանակում է հանգստանալ առանց մեղքի զգացումի, պլանավորել առանց խուճապի, աշխատել առանց չափից դուրս ջանքեր իդեալացնելու, ասել ոչ առանց ամեն ինչ կորցնելու վախի, վստահել առանց յուրաքանչյուր մանրուք վերահասկելու։ Սա նշանակում է դադարեցնել պատկերացվող աղետները մտովի կրկնելը։ Սա նշանակում է կանգնեցնել մշտական լարվածության ցիկլը։ Սա նշանակում է թույլ տալ, որ խաղաղությունը կառավարի քո որոշումները։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Աստված ոչ միայն թողարկում է ապրուստը, նա ավարտին է հասցնում սկսածը։ Փիլիպեցիս 1:6-ում ասված է. նա, ով սկսել է բարի գործը ձեզ մեջ, անպայման կավարտի այն։ Այն, ինչ սկսվել է, չի լքվի։ Եթե այս խոսքը խոսել է քեզ հետ, մի անտեսիր այն։ Ներքին հայտարարիր. ես վստահում եմ, ոչ որպես պահիր էմոցիոնալ արտահայտություն, այլ որպես ամենօրյա դիրքորոշում։ Աստված, ով ընտրել է քեզ, հիմա աջակցում է քո կյանքին, եւ երբ նա աջակցում է, ոչինչ չի կորչում։ Խոր շունչ քաշիր, դու չես ուշացել, դու չես լքված, դու մենակ չես։ Աստված, ով ընտրել է քեզ, հիմա աջակցում է քո կյանքին, եւ երբ նա աջակցում է, ոչինչ չի կորչում։ Եթե այս պատգամը դիպչել է քեզ, գրիր մեկնաբանություններում. ես ընտրում եմ վստահել, ոչ որպես պահի էմոցիա, այլ որպես դիրքորոշման որոշում։ Սա ամրացնում է քո հավատքը եւ թույլ է տալիս ուրիշներին գտնել այս խոսքը։ Եվ նախքան այստեղից հեռանալը, պետք է ուղեմ քեզ հաջորդ փուլին։ Կա ևս մեկ տեսանյութ ալիքում, որտեղ մանրամասն բացատրվում է, թե ինչպես ճանաչել գործնական նշանները, որ Աստված արդեն սկսել է փոխել իրավիճակը քո օգտին, նույնիսկ եթե դրսից ամեն ինչ նույնն է թվում։ Սա կատարյալ կլրացնի այնինչ լսել ես այսօր։ Հղումը կա նկարագրության մեջ։ Դիտիր այն անմիջապես հետո, մինչ այս համոզմունքը դեռ կենդանի է քո ներսում։ Մի թող այս կրակը մարի, որովհետև եթե շարունակես սնուցել ճիշտ ուղղությամբ, դու մնում ես հավասարեցման մեջ։ Գնա խաղաղությամբ, ամուր պահիր եւ ապրիր որպես մարդ, ով արդեն աջակցվել է։